Հաստատանը պետք է իրականում դուրս գա եւ ասի դրա մասին։ Ընդհանուր ես կարող եմ ասել, երևի ակնկալիք պետք չի ունենալ պետական համակարգից, որի մասն է քննչական կոմիտեն։ Մենք դատելով փաստերից այնպես էլ չէ, որ մեր գնահատականներից փաստորեն չեն կարող ակնկալել, որ տարական սրտակցություն, տարական ըմբռնում, տարական անգամ մարդասիրություն կարող ենք տեսնել այս պետական համակարգից, որովհետեւ գիտեք ինչ են այս դեպքերը, հատկապես այսպիսի արձագանքներ նկատի ունեմ արցախցիների հետ կապված դեպքերը, որովհետև մարդիկ ապրել են ցեղասպանություն, էթնիկ զտում են տեսել, մազապուրծ են եղել փաստացի, որևէ մեկը այդպես էլ չի գնահատել նրանց առողջական վիճակը, որի հետևանքները մենք հիմա ենք տեսնում, հոգեբանական վիճակը, հիմա ինչ դժվարություններն են բռնա դիմագրավում հայրենիքում արդեն, ու մեկ է պարբերաբար, այսինքն ոչ առաջինն է, ոչ վերջինն է, մենք տեսնում ենք, որ այսպես աննորմալ, տրամաբանության մեջ չտեղավորվող դեպքերի մասին ենք լսում, խոշտանգումների, արցախացիացության թույլ տվեք այդ բառը օգտագործել, արցախցիների թիրախավորման, ու այնքան դժվար է այդ սահմանը գծել։ Ի վերջո դեպքա, որ այդպես կենցաղային, այսինքն տեղի ունեցել նաև կայ պայման եմ կավատաղում, թե սա հենց պայմանավորված արցախցի, արցախահայ լինելու հանգամանքով, այդպես նախատրամադրված, պայմանավորված են պետական քարոզությունը, որ տարվում է, դրա հետևանքներն են։ Այսինքն այս է մտահոգությունը։ Փաստորեն ինչ է տեղ ունեցել Ադրբեջանի քարոզը արցախացիացության, հայատացիանն է, որ մի մասն է իրականության մեջ, տեղափոխվել է Հայաստան։ Մենք դրա դրվագները տեսնում ենք, երթուղայինում ենք տեսնում ենք, այսինքն ազգային ժողովից մինչև ոստիկանության բաժանմունքներ փաստորեն տեսնում ենք։ Հիմա ես չգիտեմ քննչականը կկարողանա ինչ-որ տրամաբանական բացատրություն տալ, թե չի կարողանա տալ, շատ ակնկալիք այդտեղ չունեմ, բայց մենք պիտի հասկանանք, որ սա մեզ տանելու է այնտեղ, որ մենք ինչ որ տեսնում ենք Ադրբեջանում, տեսնելու ենք նաև Հայաստանում։ Սա մեզ այդ կետին է տանում, որտեղ Արցախահայի, Սյունիքահայի, Շիրակահայի մեջ տարբերություն չկա։ Այս ճշտամական քարոզությունն է, որի հետ մենք բախվում ենք։ Այսինքն սա ադրբեջանական նարատիվներ են, որ մենք հիմա քննարկում ենք։ Այս է խնդիրը։ Թե չէ ես առանձնապես այս իշխանության օրոք կառավարական համակարգից հույսեր չունեմ, իմ հույսը այլ բան է։ Իմ հույսը հասարակության առողջ բջիջներն են, ովքեր որտեղ տեսնեն այս դրսևորումները, կլինի երթուղայինում, որտեղ ես ինքս եմ ականատես լինի, կլինի հանրային այլ վայրում կամ ոչ հանրային վայրում, կլինի շենքում այդ բամբասանքներ, դրա դեմը պետք է առնել, որտեղ սա մեզ տանում է ներազգային թշնամանքի, սա մեզ տանում է Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքին, այս է մտահոգությունը, այս է պատճառը, որ մենք ստեղ ենք, այս է պատճառը, որ մենք պիտի աջակցենք հատկապես բոլոր հայերին, ընդհանրապես պիտի այնտեղ լինենք, որտեղ հայ իրավունք է խախտվում, բայց հատկապես երբ Արցախահայի իրավունք է խախտվում, որը անցել է այս ամեն ինչի միջոց, ինձ թվում է, որ տարական մարդկային սրտակցությունը այն նվազագույնն է, որ մենք կարող ենք ունենալ։ Այն խոսքերը, որ այս տղան ասեց, ուղղակի ես իմ ուղեղի մեջ մինչև հիմա չի տեղավորվում։ Էլի ասում եմ, եթե ինձ ընդհանրապես ծեծած լինեին, ես աղմուկ չէի բարձրացնի ձայնի, բայց այն ինչ որ արել են իմ հետ անցնում է բոլոր սահմանները։ Հիմա եթե սա ճշմարտություն է, դուք հասկանում եք ինչ է տեղի ունեցել։ Այսինքն ես ուզում եմ ասել, թքելը երբ մոդա դարձավ այսքան։ Այսինքն հասկանում եմ, որ ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողը կարող է իրան դա թույլ տալ, բայց հայրենակցի նկատմամբ տես բան կարելի է անել։ Այս է, որ մարդու ուղեղում չի տեղավորվում։ Տիկին Վարդանյան, եւ այսպես օրինաչափ է, դարձել նման դեպքեր խոշտանգումների իրավական հետևանքներ չեն ունենում այս իշխանությունները։ Փաստ է, որ մենք գործ ունենք անպատժելիության հետևանքների հետ։ Ես ազգային ժողովում ելույթում անդրադարձա, որ վերջին 4 տարիների ընթացքում, հիմա թիվը կարծում եմ սխալ չեմ հիշում, բայց 2000-ից ավել դեպք է եղել, որ քաղաքացին դիմել է, որ ոստիկանը իր նկատմամբ խոշտանգում է իրականացնել, բռնություն խախտել է, անցել է իր լիազորությունները եւ պատիժ խոշոր հաշվով չի եղել, ընդհանրապես 3 դեպքով ծառայողական քննություն է եղել։ Այսինքն մենք տեսնում ենք հիմա հետևանքը ոստիկանական անպատժելիության։ Բնականաբար, երբ պատգամավորի վրա 40 ոստիկանելա դժվար ասել, հարձակվում են եւ այդպիսի խոշտանգման նախադեպ ունենք, երբ քաղաքացիների վրա նռնակ նետելու անպատժելի հետևանքներ ունենք, երբ որևէ բան չի պատժվում, դա նոր հանցանք է ծնում, հանցանքի չպատժելը ծնում է նոր հանցանք։ Սա մեզնից ամեն մեկի դուռը կարող է թակել, այսինքն որ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացին է երաշխավորված, որ ինքը վաղ ոստիկանության հետ գործ չի ունենալու։ Եթե հիմա չի պատժվում այդ ոստիկանը, ձեր ժամանակ, երբ որ խախտեն օրենքը, անցնեն իրենց լիազորությունները, չեմ ասում անգամ բռնություն կիրառեն, Աստված այդտեղ չհասնի։ Բա ո՞նց է, ինչն է երաշխիքը, որ կպատժվի կամ չեն հասնի այդտեղ։
միակ երաշխիքը, որպեսզի այս ցնած դեպքեր չտեսնենք, դա պատժելիությունն է։ Եթե դա չի անում պետական համակարգը, հանրության արձագանքը պետք է այնպեսին լինի, որ դա ստիպի անել, որպեսզի մենք այս դեպքերի շղթան կտրենք, սա է։ Շնորհակալ եմ։ թեմի հարգելի հետևողներ, հիշեցնեմ, մենք ուղիղ հեռարձակում ենք իրականացնում քննչական կոմիտեի շենքի առջևից, այստեղ Տիգրան Ուլուբաբյանի աջակիցներն են, ընկերները, հարազատները,